Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով, երբ գործարար բարերար Սամվել Կարապետյանին Արմավիրի քրեակատարողական հիմնարկից անակնկալ տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան, դրան նախորդել են լուրջ իրադարձություններ։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արմավիրի բանտում տեղի ունեցած միջադեպն է պատճառը հանդիսացել այս անսպասելի տեղափոխության համար։ Մասնավորապես դատապարտյալ Արման Առաքելյանը, որը հայտնի է Գոջի մականունով եւ բանտում է գտնվում Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար, որոշեց է հացադուլ սկսել հենց Արմավիրի բանտում ի պաշտպանություն բարերար Սամվել Կարապետյանի։ Նկատենք, որ նրա որդիները ներկայումս եւս անազատության մեջ են, էջմիածնում 22-ամյա Պարքև Հակոբյանի սպանության քրեական գործի շրջանակներում։ Խուսափելու համար հնարավոր հացադուլից եւ Սամվել Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից որոշվել է նրան տեղափոխել Արմավիրի ՔԿԻ-ից Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որը գործում է համեմատաբար ավելի խիստ ռեժիմով, ուստի այնտեղ գործարարի պաշտպանությամբ ներքին բունտի հավանականությունը փոքր է, մինչդեռ Արմավիր ՔԿԻ-ում իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից։ Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով ներկայումս հայտնի է միայն այն, որ Սամվել Կարապետյանին տեղափոխել են այլ մեկուսարան, իսկ Արմավիրի բանտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մանրամասները դեռևս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։ Հիշեցնենք, Կարապետյանը վարույթի շրջանակում կալանավորված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության համար փաստաբանական թիմ է ձևավորել, վճարել նրանց, որ հանիրավի բանտարկված քաղաքացիների իրավունքները պաշտպանեն մասնագետները։ Փաստացի գործարարի եկեղեցու կողքին կանգնելու եւ քաղաքական գործընթացներին իր ձևով մասնակցելու մասին հայտարարությունը իշխանությունների կողմից գնահատվել էր որպես սահմանադրական կարգը վտանգող կոչ։ Սա է թույլ տալիս դիտարկել քրեական գործը ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլև որպես նախազգուշացում այն շրջանակներին, որոնք հրապարակայնորեն փորձում են ընդդիմադիր դիրքորոշում ձևավորել կամ կանգնել հայ առաքելական եկեղեցու կողքին։